առաջ նախագահը ձեզ նկատողություն հայտարարեց, ինչի համար։ Նկատողություն հայտարարեց ըստ էության տեղից խոսելու կամ առանց թույլտվության խոսելու համար, իսկ իրականում ես ընդհանրապես առարկում եի հետևյալ ձևակերպման դեմ։ Ըստ էության փորձառու փաստաբանները գիտեն այս բանը, գործիքը, հարցը, որը մերկացնող հարցը այսպես կոչվում, ուղղակիորեն արգելված է եւ առավել եւս արգելված է դատարանի կողմից եւ ցանկացած այլ դատավորի կողմից, դա դատավորի վարույթից հեռացման հիմք է։ Բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Եթե հարցադրումը լիներ, իսկ չեք կարծում, իսկ ինչպիսի ազդեցություն է ունենում Ռուսաստանի գործողությունները, իսկ ինչպիսի ազդեցություն է ունենում Իսրայելի, Պարսկաստանի, Չինաստանի գործողությունները կլիներ լրիվ թույլատրելի հարց եւ կարող ենք այդ հարցին պատասխանել։ Բայց երբ որ երրորդ անգամ, ընդ որում ինչի եմ ասում երրորդ անգամ, առաջին անգամ եղել է մի քանի վարույթի սկզբում, երբ որ կրկին 3-ով 3 կուսակցություն եղավ, երբ որ պարբերաբար շփոթմունք առաջանում այդ ուժերի միջև, ընդ որում որևէ հիմք չկա դրա, 3 առանձին ուժեր են, 3 առանձին դիմումներ են, եւ մասնակցում են 7 ուժեր, առնվազն 6-ը ներկա են դահլիճում եւ նոր ուժ կուսակցությունը ուղղակի դիմել էր եւ դուրս եկել եւ այս 3 անընդհատ ֆիքսել 3 ուժեր, երբ որ հնարավոր է ուժերի անվանումները ասել եւ հստակեցնել հարցերը, ինչպես մնացած բոլոր դատավորների դեպքում կամ առնվազն պարոն Շաթիրյանի դեպքում եւ մնացածի դեպքում ակնհայտորեն երևում է կողմնակալության կամ քաղաքական թեզերը շարունակելը։ Ամենամեծ խնդիրը առաջացավ հետևյալ բնդման հետ կապված։ Արդյոք ազդել են ընտրությունների վրա, որ Ռուսաստանը ի օգուտ ընդդիմադիրների գործողություններ է կատարում։ Հիմա արդյոք ազդում է կարող է համանդրական դատարանի եզրահանգման վրա ազդել Սեդա Սաֆարյանի անկողմնակալ լինել։ Այս հարցը թույլատրելի հարց է, թե ոչ։ Շատ պարզ հարց եմ տալիս։ Սեդա Սաֆարյանի կողմնակալ եւ ելքով շահագրգիռ լինելը ազդելու արդյոք գործի ելքի վրա։ Երբ որ ինձ ասում դες ընդամենը հաշվում եմ ազդելա թե ոչ։ Իհարկե չի կարելի առաջին հարցնել, երկրորդն էլ։ Եվ հետեւաբար խնդիրը ներողություն եմ խնդրում, մեր բողոքի մեջ ունենք ձևակերպումներ, եւ այդ ձևակերպումներում շատ հստակ արձանագրված են, որ օտարերկրյա պետությունները միջամտել են հայկական ընտրական գործընթացին եւ ընտրություններում ոչ թե ասես տեսական գործողություններով, այլ անվանական աջակցությամբ, ոչ թե միջին մակարդակի քաղաքական պաշտոնյաների կողմից, այլ այնպիսի պաշտոնյաների կողմից, ովքեր միջազգային իրավունքի հիման վրա իրավասու են ներկայացնել պետությունը, այսինքն պետության գլուխը, նախագահան ի պաշտոն է ներկայացնում է պետությունը, վարչապետը ներկայացնում է պետությունը, միջազգային կազմակերպության համապատասխան պաշտոնատար անձը, եթե ֆոն դեր Լայենն այն կամ որևէ այլ պաշտոնատար անձ ներկայացնում է կազմակերպությունը եւ աջակցությունը եղել է հենց անվանական, չի եղել էլի որ մենք եվրոպական ապագան ենք աջակցում, եղել է հենց կոնկրետ մարդու անուն ազգանունով։ Օրբելյանտիկին Սաֆարյանն էլ հենց ՌԴ նախագահի հայտարարել։ Իսկ ինչ է ասել ՌԴ նախագահան, ասել է Բարգավաճ Հայաստան գնացեք քվեարկեք։ Պնդում է այդ հետ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գործողությունները, որոնք աջակցել են Սամվել Կարապետյանի մասով։ Ասել է գնացեք Սամվել Կարապետյանի քննարկեք։ Դե բա հենց դրա մասին եմ ասում, խնդիրը հենց դրա մասին է։ Էական հիմքեր եք տեսնում, որ քննարկվի Սեդա Սաֆարյանի Ցավոք սրտի, մենք չենք դա քննարկողը, այդ հարցը պետք է այդ հարցը մենք ընդամենը փաստը մի հատ ուշադրություն հրավիրեցինք դատարանը, բայց ոչ թե 7 հոգով, այլ 9 հոգանոց կազմով, պետք է եթե դատավորներից որևէ մեկը Երեք հստակեցնենք, էլի սա ինքնաբացարկ չի, երբ որ մենք բացարկ ենք հայտնում եւ այդ ժամանակ դատարանը քննարկում եւ որոշում է։ Ըստ էության դատավորի անհնարինության հարց կարող է բարձրացնել դատավորներից որևէ մեկը, կրկնում եմ 9 դատավորներից որևէ մեկը ներառյալ ինքը դատավորը կարող ասի, չէ, ես նկատում եմ, որ ես ամեն դեպքում չեմ կարողանում ապահովել անաչառությունը, այդ դեպքում հրաժարվել։ Մենք բարձրացրել ենք խնդիր, որ այդ ինստիտուտը այդ կարգավորում ինքնին հակասահմանադրական է, բայց դատարանը մեզ հետ չհամաձայնվեց եւ գործը քննում ենք դատարանի հետ որոշման լույսի ներքո եւ եթե հաշվի առնենք, որ դատարանը արձանագրել է, որ անհնարինությունը կարող է տեղի ունենալ, ներողություն։ Մենք գտնում ենք, որ հիմքերը կան, որ Սեդա Սաֆարյանի անհնարինությունը մասնակցությամբ բարձրացվի, բայց կրկնում եմ, խնդիրը ոչ թե նրանում է, որ հարցը դուրս չի գալիս կամ դուրս գալիս է, այլ նրանում է, որ Սեդա Սաֆարյանը հարցի անվան տակ կատարում է հստակ պնդումներ։ Ընդ որում, այդ նույն խնդիրը կար նախկինում, երբ որ արդեն տենց հստակ արձանագրվում էր, որ ընտրակաշառք են բաժանել եւ դա կասկածի տակ չէր դրվում, չէին ասում ենթադրյալ, չէին ասում գործեր են հարուցվել դրա մասին, ուղղակիորեն փաստն են արձանագրում, ընդ որում խոսքը գնում է մասսայական, նկատի ունենալով կոնկրետ բաներ, երբ որ ես բարձրաձայնում եմ պետական մարմինների ներկայացուցիչների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքով, որը պատրաստ եմ հիմնավորեմ եւ խնդիր չկա, եւ հիմնավորվելու է եւ այդ պատասխանատվության խնդիրը ինչ որ պահի վրա է հասնելու, միանգամից տենց ինչպես է խոսում տարբերակով։ Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր
արժեքը ոչ մի պետական մարմին չունի։ Այդ դուք բոլորդ եք, ես եմ եւ քաղաքացին է։ Եվ քաղաքացուն վիրավորելը, քաղաքական ուժերին, ովքեր ներկայացնում են այդ քաղաքացուն վիրավորելը շատ ավելի պարսավելի եւ շատ ավելի անթույլատրելի է, քան ցանկացած պետական մարմնի մասին գնահատական տալը։ Խնդրեմ։ Պարոն, ինչպես հասկացաք, որ այդ 3 ուժ ասելով մեկը Հենց աչքերս էր նայում։ Կարող է ձեզ օրինակ ինչպես պարոն Վարդևանյանին կարող է ձեզ Հայաստան դաշինքի հետ շփոթում։ Նայեք, ուժերի խնդիրը հիմա եթե դա էլ է շփոթում, դա էլ է խնդրահարույց։ Արդեն մենք քանի օր է դատական գործընթացում ենք ու ոնց որ թե պատասխանել են ԲՀԿ-ին ուղղված հարցերին, ներկայացրել են ԲՀԿ-ին, ԲՀԿ-ի դիրքորոշումն են ներկայացրել, այսինքն ես Հայաստան դաշինքին, եթե պարոն Վարդևանյանին ինչ որտեղ կարող է փոքր շփոթում են, որովհետև 21 թվականի քվեարկության ընտրությունների ժամանակ ինքը ներկայացրել է Հայաստան դաշինքը, ես երբևէ Հայաստան դաշինքին ընտրական գործընթացներում չեմ ներկայացրել։ Հայաստան դաշինքի եւ տարբեր կուսակցությունների տարբեր անդամների տարբեր վարույթներով ներկայացրել են, բայց կրկնում եմ Հայաստան դաշինքը որպես այդպեսի երբեք չեմ ներկայացրել։ Եվ այսինքն եւ վստահորդներ ունեմ, եթե տես նայենք, միասնության թևերի հետ կապված վստահորդներ ունեմ, Հայաստան դաշինքի հետ կապված վստահորդներ ունեմ, ԲՀԿ-ի հետ կապված վստահորդներ ունեմ, հա մենք ես անձամբ չէ, բայց գրասենյակում ունենք ուժեղ Հայաստանի հետ կապված վստահորդներ ունեցել ենք։ Բանը ինչա Նիկոլ Փաշինյանն էլ, Տիգրան Ավինյանն էլ ժամանակին եղել են նաև մեր վստահորդները։ Շատ կարճ ժամանակ են եղել։ Ունենք մարդիկ, ովքեր ոչ, ունենք մարդիկ, ովքեր ունենք վստահորդներ, ովքեր ում քաղաքական պատկերացումները չենք էլ հարցրել երբեք, որովհետև փաստաբանական գործունեությունը չի ընդհանրում ամենակողին պետք է ասեմ դու ես քվեարկելու, եթե իրան ես քվեարկելու քո գործը վերջում իրանը չէ։ Այսինքն ակնհայտորեն այստեղ տեն շփոթմունքը նույնպես թույլատրելի չի լինի եւ նման շփոթմունքը նույնպես խնդիր է առաջացնում դատավորի անաչառության, ո՞լ չասեմ էլի, այսինքն եթե 5 օր հետո շփոթում ենք որ ուժնա տեղափոխ ուրիշ խնդիրներ են։ Բայց ես օրինակ ՌԴ նախագահը հայտարարում է, ասում են լավ կլիներ, որ օրինակ Սամվել Կարապետյանը ազատության մեջ լիներ, որպեսզի կարողանար դա միջամտություն է, թե միջամտություն չէ։ Նայեք, ձևակերպումների մասով չեմ գնահատել։ Ես կարծում եմ, որ եթե ՊՐԴ նախագահը եւ ցանկացած այլ պետության, ասենք մասնակիցը խոսում է հավասար պայմանների մասին, դա կարող է գնահատվել։ Հիմա ինչի չեմ հստակ պատասխանում, որովհետեւ այդ հարցը առանձին չեմ վերլուծել, ինչ կոնտեքստում տրվել, բայց դա կարող է գնահատվել ընտրությունների հավասար պայմանների ապահովման տեսակետից, որովհետև միշտ էլ միջազգային կառույցները եւ այլ, ասենք եվրոպական երկրները, ամերիկյան երկրները, տվյալ դեպքում Ռուսաստանը բարձրաձայնել են մարդու իրավունքների կոնտեքստում հավասար պայման ապահովեք ընտրությունների ընթացքի վերաբերյալ։ Չեն ասում կգնաք իրան կքվեարկեք թե ոչ։ Ես շատ վիճելի է Ռուսաստանի Դաշնության կողմից կատարված գործողությունները, եթե ես ինքս ամենաբարձր մասնագետը չեմ այդ ուղղությամբ, բայց երբ որ նայում եմ մասնագիտական վերլուծությունները, ում օգտին են դրանք կատարված, դրանք ավելի շատ նպաստում են ԿՊ-ի ձայներ հավաքելուն, թե ընդհակառակը այլ քաղաքական ուժերի ձայներ հավաքելուն, շատ բարդանում է ինձ համար։ Չկա, մոտեցումները տարբեր են, կան բավականին մեծ քանակի մասնագիտական վերլուծություններ, որ Ռուսաստանի գործողությունները իրականում նպաստել են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Չեմ պնդում դա, ես կրկնում եմ, իմ մասնագիտացումը չի որպես ես ասեմ, բայց ասում եմ կա այդ պատկերը։ Ինձ համար խնդրահարույց է բացառապես դատարանի կողմից դատավարական այն վրդովմունքը եղել։ Իմ հարցի բարձրաձայնումը եղել է բացառապես դատավարական։ Ես ուրեմն ներկայացություն իրականացրել եմ քրեական գործերով, քաղաքացիական գործերով, միջազգային արբիտրաժով, ինքս որպես արբիտր հանդես եմ եկել, տարբեր վարույթներով։ Ունեմ մեծ փորձառություն ակադեմիական ոլորտներում, դատարանը չեզոքություն ապահովելու պարտականություն ունի, ի պաշտոնե գործի քննության համար իհարկե կարող են հանգամանքները պարզ լինել, միանշանակ կարևոր հանգամանք է այդ հանգամանքը, բայց միևնույն ժամանակ հարցադրումները չեն կարող լինել այնպիսին, որ արդեն իսկ հաստատում են խախտման փաստը ու դրա գնահատականն են քննարկում։ Սա է խնդրահարույցը եւ դա արդեն կողմնակալության խնդիրը առաջացնում, որտեղ եղել է խախտում թե ոչ, եւ դա արդյոք որևէ առնչություն կարող է ունենալ կողմերին թե ոչ, դա է խնդիրը, որ պետք է քննարկենք։ Բայց ըստ ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից կոչել են հնչել ուղիղ քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Միանշանակ, ոչ թե հնչել, գրվել են, Նիկոլ Փաշինյանն էլ դա վերցրել է, դա թոմկահարել է։ Ուղղակիորեն Ֆրանսիայի նախագահի կողմից եւ Թրամփի կողմից։ Ուղղակիորեն, այսինքն սա ոչ թե աբստրակտ բանով, հենց ուղղակիորեն, ասել է Թրամփը ընտրություններից առաջ, ասել է աջակցում եմ իմ ընկեր։ Եմ հայտնում, բայց չի ասում գնացեք ընտրեք Իմ, չէ, բերեք սենց էլի, հիմա գնացեք ես ամբողջական աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին, միասին կառուցելու ենք ինչ որ ձևակերպումը հիմա ձեռից տակ չի։ Դա էլ դրանից էլ ոնց որ այն կողմ պետք է լիներ, որ եթե գնաք ընտրեք, ձեզ չգիտեմ, փող եմ տալու։
Հայաստանի Հանրապետության անձանց չէ։ Սա մոտավորապես ուղղակի միջամտություն է, բայց խնդիրը դրա մեջ չի, որ ասել են, որտեղ միշտ էլ կարող է մի հատ օտարերկրապետություն վերցնի դա ասի։ Ինչա ինքը արել։ Ինչա ինքը արել դրանից հետո։ Ինքը ասել է, չէ, դեռ ուրախ եմ, որ պարոն Թրամփը ասեց, բայց կապ չունի, մենք դրանից անկախ ենք։ Չէ, դա դարձվել է օրակարգի հարց։ Ինչա արել երբ որ ֆրանսիացիները դարձվել է օրակարգի հարց։ Ինչ են արել օպոզիցիոն գործիչները։ Ոչ մի բան։ Բայց կրկնում եմ, իմ խնդիրը այն չի, որ միջամտությունը որևէ տեղից լավ է, որևէ տեղից վատ։ Իսկ եթե Ռուսաստանից տեղի ունեցել միջամտություն ընտրության արդյունքներին, կրկին պետք է անվավեր ճանաչում։ Որովհետև իմ խնդիրը հետևյալն է, պետք է լինի, ընտրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ պայմաններում, արդար հավասար ընտրական ընթացակարգերի արդյունքում պետք է կարողանա իրականացնել ընտրություն։ Եթե փաստեր կան, որ իրականում միջամտություն է եղել Ռուսաստանից, առաջին այդ հարցերը պետք է ուղղվեն ոչ թե օպոզիցիոն դիմում ներկայացրած երեք ուժերին, իրենց ձևակերպումով կոնկրետ կուսակցություններին, այլ առաջինը օրինակ կարող է բարձրաձայնվել այն կուսակցություններին պատասխանողից սկսենք, պատասխանողին այդ հարցը պետք է տրվեր առաջինը։ Իսկ գնահատել եք արդյոք այդ ազդեցությունները, ինչպես եք գնահատել։ Եթե մենք պատկերացնենք, որ մենք դատական վեճ ենք քննում, սա քաղաքական դեպատների բան չի, մարտադաշտ չի, սա իրավական վեճ ենք քննում։ Կա որոշում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացատրեց, ասաց ոչ մի բան հաշվի չեմ արել, ոչ մի բան հաշվի չեմ արել։ Թուղթը ստացել եմ ուղարկել եմ, թուղթը ստացել եմ ուղարկել եմ, հետ եմ ստացել, հետ եմ ուղարկել, դա ասել։ Մաթեմատիկական հաշվարկներն են ծրագիր ունեմ, ծրագիրը չգիտեմ ոնց է հաշվում, բայց 400 թվերը գումարում ենք 41, բայց իրենը 440 է գրում։ Հիմա դա կպարզենք քննության ընթացքում։ Այս պայմաններում երբ որ դատարանը փորձ է անում հարցադրումներով ոչ թե պարզել հանգամանքները, հասկանալ իրոք քաղաքացիները կարողացել են քվեարկել, ինչպես է դա գնահատել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Շատիրյանն էլ ասաց, որ իր մաթեմատիկան տարբերվում է Վահագն Հովակյանյան եւ մաթեմատիկայից ըստ էության կարող է ինչ-որ դրական առումով լինել էս արդարության համար պետք է նշեմ, որ կոնկրետ այդ մի դեպքի հետ կապված պարզաբանվեց, որ մի հատ վերահաշվարկ ենք արել, մաթեմատիկան փոխվել է, հետո ենք անվավեր ճանաչել, բայց մեկը որ այդ փոփոխությունը էական չէ լինում, բայց խնդրահարույց է միևնույնն է, ես իմ եզրափակիչ ճառում մանրամասն ներկայացնելու եմ սխալ թվերը, որ ասում եմ ոչ մի սխալ չկա, սխալները բազմաթիվ են։ Ներկայացնելու եմ, որ մենք հաստատակնության ընթացքում այդպես էլ չպարզեցինք, ոչ թե չպարզեցինք, այլ հաստատեցինք դրանց ազդեցությունը, չպարզեցինք ինչ ընթացակարգով են իրենք ապահովում ամբողջականությունը տվյալները, ինտեգրություն որպես խախտումներ չլինեն։ Այսքանը, եթե ուրիշ հարց չկա։ Պարոն Նորբելյան, մեկ հարց է, ԿՊ ներկայացուցիչը քիչ առաջ որ նա հարց պատասխանի ժամանակ հայտարարեց, որ ԲՀԿ-ն պետք է դիտարկվի որպես քողարկված դաշինք։ Այդ հայտարարությանը, ինչպես կանդրադառնալ։ Մենք միշտ մի հատ տեսակետից ենք նայում, ընտրական օրենսգիրքը ինքը մի կետի մասով չի, ընտրական օրենսգիրքը կարգավորում է հարաբերությունները ժամանակի մեջ ու երկար։ Ամենաֆունդամենտալ տարբերությունը ասեմ, բոլորը կպատկերացնեն։ Ցանկացած քաղաքական ուժ, ով հավաքում է 2%-ից ավել, այդ թվում նաև երբ որ անցնում է պարլամենտ, ստանում է ֆինանսավորում։ Երբ որ դաշինքն է անցնում, դաշինքի բոլոր կուսակցություններն են ստանում։ Եթե մի կուսակցություն է անցնում, այդ մի կուսակցությունն է միայն ստանում։ Ամենապարզ տարբերությունն եմ ուզում ներկայացնել։ Երկրորդը, նշեց չէ ներկայացուցիչ, որ առաջ օրենքում գրած էր, որ պետք է լինի անկուսակցական, հիմա նշված չի անկուսակցական։ Լավ է, օրենքը վերջին անգամ փոխել են 2 ամիս առաջ։ Եթե փոխելու ժամանակ, 2 չէ, մի քիչ արդեն 3 հատ, դրանից առաջ են փոխել, դրանից առաջ։ Եթե խնդիր կար փոխելու, որ պետք է անկուսակցական լինեն, կարային փոխեն։ Եթե գրված չի անկուսակցական, հենց այդ տրամաբանությամբ է գրված, որ կան տարբեր մարդիկ, ովքեր ինչ որ այլ կուսակցության անդամ են, փոքր կուսակցության անդամ են, բայց ցանկանում են մասնակցեն առանց իրենց կուսակցությունը առաջ տանելու։ Լավ, որևէ մեկը թիմա կարող է ասի, որ ԲՀԿ-ի ընտրարշավի ժամանակ դեմոկրատական այլընտրանք չէ, ոնց որ Սուրենյանց շուտ անընդհատ գրել են դեմոկրատական այլընտրանք կուսակցության, չէ, ԲՀԿ-ի ցուցակի համապատասխան անդամ Սուրենյանց։ Այնտեղ ինչ որ մի հատ բացի Մայր Հայաստանից մի հատ էլ ասեցին, 4-րդն էլ, բանը Մարտուն Գրիգորյան ասա պատիվ ունեմ Մարտուն Գրիգորյան, չէ, ԲՀԿ ցուցակի համապատասխան համար։ Նույնիսկ Անդրանիկ Թևանյանի դեպքում մենք երբ որ ներկայացնում ենք, չենք ասում Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ, մենք ասում ենք երկրորդ համար ԲՀԿ-ի։ Եվ սա է խնդիրը, եթե անձը հասկանում է, որ իր կուսակցությունը դեռևս չունի այն մեծությունը, որպեսզի մասնակցի համապետական ընտրություններին, եւ որոշում է, որ այո, ես պատրաստ եմ մտնել այլ կուսակցության ցուցակ։ Դեռ դաշինքի ժամանակ այդ իմ եսը կա, իմ կուսակցությունն է, իմ կուսակցությունը մնաց անունով։ Այստեղ չէ, իմ կուսակցությունը չի, ես ընդհանրապես ցուցակի անդամ եմ, հետեւաբար գործող օրենսդրության շրջանակներում որևէ խնդիր չեմ տեսնում։ Մի քայլ էլ առաջ գնամ, եթե համանդրական դատարանը իմ նշած դեպքում հակասահմանադրական ճանաչի։
Հակասահմանադրական ճանաչելով կամ սահմանադրական գնահատական տալով հնարավորություն ունի ըստ էության բան անել, արդյունքները փոխել, եթե մնացած հարցերին չանդրադառնամ, էլ է մեր վերած արգումենտով, ապա սահմանադրական դատարանը ընտրական այս ձևակերպումը, ինչպես է դաշինքը հաշվում, հակասահմանադրական ճանաչելու դեպքում չի կարողանալու հետադարձ ուժի այնպիսի կարգավորում տա, որ ԲՀԿ-ն զրկվի։ Դա ըստ էության հետագայում, եթե օրենսդիրը կցանկանա փոխել այդ կարգավորումները եւ կփոխի, բայց մի քիչ էլ առաջ գնանք, լրիվ անտրամաբանական է, ինչի պետք է դաշինքը 8% լինի, ինչ որ մեկը 4%։ Ժողովուրդը եթե քաղաքական ուժին, քաղաքական օրակարգին քվեարկում են, ընդհանրապես տրամաբանական է, որ 9%-ը լինի 4% կամ 3% կամ 2%, որպեսզի պարլամենտը ապահովի բազմազանություն, խնդիրը ուրիշ տեղ է, մենակ շատության մեջ չի։ Ինչքան անցումային շեմը փոքր է լինում, այնքան ստացած քվեների եւ պարլամենտում ստացած մանդատների տոկոսների տարբերությունն է փոքր լինում։ Հիմա ԿՊ-ն ստացել է 50%-ից ցածր քվե, ԲՀԿ-ն չանցնելու դեպքում 66 մոտավորապես, թե 60% մոտավորապես ստանում, այսինքն մոտավորապես 10%-ով աճում, ԲՀԿ-ն անցնելու դեպքում 57 թե 50, այսինքն 7 կամ 8%-ով։ Ինչքան շատ ուժ են անցնում, այնքան վերջնական պարլամենտ անցած ուժերը շատ ավելի մոտիկ են իրական ստացած ձայների քանակին։ Պարոն Օրբելյան, Անդրանիկ Թևանյանին գիտեք, երբ ԲՀԿ-ն ներկայացրեց Մայր Հայաստանի առաջնորդ, երբ որ հայտնի դարձավ նրա մեղադրանքի մասին։ Դերեք սենց ասենք, էլի, խնդիրը հետևյալն է։ Որպես վարչապետի թեկնածու կասեմ, թե առաջնորդ կասեմ, թե ինչ կասեմ, դա բան չէր, որովհետև ԲՀԿ-ն շատ հստակ բարձրաձայնել է, ասել է ես ունեմ իմ թեկնածուն եւ պարոն Ծառուկյան ասել է ես չեմ։ Ինքը չի։ Հիմա 3-4 տեխնատուներ, որոնց մասին այդպես է չիմացան։ Բան չկա։ Հիմա Անդրանիկ Թևանյանի խնդիրը առաջնորդ լինել չլինելու մեջ չի միայն, այդ հանգամանքը այլ հանգամանք է, որը քննարկման առարկա կդառնա կամ այս գործի կամ այդ գործերի, որտեղ մենք այստեղ միջնորդություններ ունենք դրա հետ կապված։ Ուղղակի ընդհանրում եմ, որ դա դարավ այդ մասը տրամփակ լինելու, որովհետև ես դատական նիստում մանրամասն ներկայացրեցի, որ ինչպես եղավ այդ օպերացիան պետական գաղտնիքը վաճառելը, հետո ստացվեց պետական գաղտնիք չի։ Այդ որ վաճառելին հələ չենք ասել, որ պարզվի որ չի վաճառել, հետո մի քիչ կգնան կպարզվի, որ դավաճանություն էլ չի, բայց այս պահին արդեն իսկ առաջադրված մեղադրանքում խոսվում է ոչ թե պետական գաղտնիք փոխանցելու, այլ տեղեկատվություն փոխանցելու մասին։ Այդ այլը ինչա մի հարցրեք, տենց օրենքում գրված է ուղղակի այլ տեղեկատվություն, որը ենթադրվում է որ պետական գաղտնիք չի, այսինքն ցանկացած այլ տեղեկատվություն։ Հիմա մեր խնդիրը հետևյալի մեջ է, կա քաղաքական ուժ, պայմանական Մայր Հայաստան, որը համաձայնվել է, որ իր անունը չլինի այդ ցուցակում։ Հիմա պայմանական կանցնեն 4%-ը չեն կանցնի 4%-ը, ԲՀԿ-ն արդեն ստանալու է ֆինանսավորում։ Այդ ֆինանսավորումից իրեն բաժին չի հասնելու ոչ մի բան, որովհետև ինքը չի այն ուժը, որը մասնակցում է, օրինակ միասնության թևերը հավաքել է 2%, հավաքել ստանալու է համապատասխան ֆինանսավորում, եթե ամբողջ չճանաչվի եւ արդյունքում ինքը հաջորդ ընտրությունների, միջև հաջորդ ընտրություններ հնարավորություն ունի ուժեղացնել հնարավորությունները, նույնը վերաբերվում է երբ կուսակցություններ են անցել շնորհապետական, այսինքն երկուսով կարողանալու են այդ ֆինանսավորումը ստանալ, մեծ չի, որտեղ թիվը փոքր չի, ամեն քաղաքացու քվեի հաշվով 1000 դրամ տարեկան, այսինքն 30 միլիոն, որը փոքր գումար չի, բայց այնքան էլ մեծ չի, որ շատ ակտիվ, բայց ապահովում է կուսակցության այդպես մինիմալ ծախսերը, գրասենյակային ծախսերը, որ հնարավոր լինի ապահովել գործունեությունը։